Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասան Սարգիս Գրիգորյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում նոր տեսանյութ էր տարածել, նշելով, որ մայիսի 8-ին իր ավագ դուստրը Նարեն նշում է ծննդյան տարեդարձ է։ Սարգիսը որոշել էր ավագ դստերը հրապարակային կերպով շնորհավորել, նրան մաղթելով միայն հաղթանակներ։ Դերասան Սարգիս Գրիգորյանի ու կնոջ Մանոյի անձնական կյանքը մեկ անգամ չէ, որ քննարկվել է ու հայտնվել ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես Սարգսի քաղաքական հայացքների պատճառով ավելացել են նրանց վերաբերյալ բացասական մեկնաբանություններն ու կարծիքները, սակայն զույգը կարծես թե փորձում է ուշադրություն չդարձնել դրանց և դուստրերի հետ միասին փորձում է տեսնել միայն դրականը։ Այս անգամ էլ Սարգիսը ինստագրամյան իր էջում Մանոյի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել ինքնաթիռից, որին կից գրել էր. «Մեզ ոչինչ չի կարող բաժանել, շաբլոնը հնչում, բայց փաստ ա»։ Այժմ Սարգիսի էջում կարելի է տեսնել ընտանեկան ու անձնական հրապարակումներ։ Օրերս էլ նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում բավականին կարևոր մի հայտարարություն է տարածել, խնդրելով օգնել շտապ վիրահատության կարիք ունեցող տղամարդուն։ Հայտարարությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Ինչպես արդեն նշեցինք, Սարգիսը պարբերաբար հայտնվում էր քննադատությունների կենտրոնում, և դրանք հիմնականում կապված էին նրա քաղաքական հայտարարությունների հետ։ Մի առիթով էլ դերասանը նշել էր, որ կցանկանար ընդհանրապես անդրադարձ կատարած չլիներ քաղաքականությանը։ Կեղճս հուշում է, որ իմ տեսակը պետք է արտահայտի իր կարծիքը, հնչեցնի իր խոսքը, նշել էր դերասանը։ Ըստ Սարգսի, իրեն նախանձում են նրանք, որոնց ցանկությունները չեն իրականացել, որոնք նստել են թախտին ու սպասել բախտին։ Տղամարդը պետք է օժտված լինի արժանապատվությամբ, ինքնասիրությամբ, պահանջկոտությամբ ու հոգատարությամբ։ Այնքան խնդիրներ կան լուծելու երկրում, առաջին հերթին բանակում տեխնիկական համալրում կիրականացնեի, որպեսզի քիչ զինվոր զոհվեր։ Եթե ես լինեի վարչապետ, կլինեի այնպիսին, ինչպիսին հիմա եմ, իսկ թե դա ինչի կհանգեցներ, չեմ կարող ասել։ Համենայն դեպս հատուկ բան չէի անի, իմ սկզբունքներով կառաջնորդվեի, կամ կխփեին, կամ երկիրը երկիր կդառնար։ Ես իմ բնավորության ամենաուժեղ գիծը համարում եմ պատասխանատվության զգացումը։ Երբեք չեմ ներում քծնողներին, սրիկա ժպիտով մարդկանց, որոնց ամեն խոսքի տակ ենթատեքստ կա։ Այդ մարդկանց երբեք չեմ հասկանում։ Գուցե բիզնես տեսանկյունից շահեկան է այդ կերպարը, բայց դրանք ամենադավաճան մարդիկ են։ Խոսելով իր դերասանական կարիերայի սկզբի մասին, Սարգիսը նշել էր, որ այն եղել է պատահական։ Ընկերս Հայկ Օրձյանը տարավ ինձ ֆիլմերի ստուդիա և այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Նա ինձ հաճախ էր ասում, որ երբ խոսում եմ, մարդիկ ինձ ուշադիր լսում են, իսկ դա դերասանի համար կարևոր հատկանիշ է։ Ցավոք Հայաստանում երազանքները չեն իրականանում, դրա համար էլ ես պարզապես երազում եմ խաղալ։ Բաց տեսարաններում կխաղամ, եթե դա ուղղակի չի արվում, այլ տվյալ ֆիլմն իրենից արժեք է ներկայացնում, հետևաբար արժեք են ներկայացնում նաև նման տեսարանները։ Ես մի քանի անգամ դիմել եմ թատրոններ, բայց պատասխան չկա և կրկին չեմ ուզում դիմել։ Ցավոք այսօր շատ քիչ են որակյալ ներկայացումները, դեպի թատրոն էլ արդեն ոչինչ չի ձգում թե աշխատավարձի տեսակետից և թե այլ հարցերի։ Ես նկարահանվում եմ սերիալներում, իսկ սերիալները քննադատվում են այն պատճառով, որ հարսանիքներից ավելի ցածր մակարդակի վրա են դրանք նկարահանվում։ Թատրոնը ոչինչ չունի ընդօրինակելու սերիալից, ամեն մեկը թող իր գործն անի։ Ես երազում եմ, որ մարդիկ լավ ապրեն, ընկերներիս 80%-ը Հայաստանը լքել է, մնացածն էլ այդ շեմին են։ Ասում են հենց հնարավոր լինի միանգամից կգնան։ Դա ինձ համար ահավոր բան է, ուզում եմ, որ պատկան մարդիկ մտածեն այդ մասին, դեռ տարիներ առաջ նշել էր դերասանը։ Այնուամենայնիվ, իր այս հայտարարությունից որոշ ժամանակ անց Սարգիսը ևս ընտանիքի հետ մեկնեց Հայաստանից։ Մինչ դա Սարգիսը իր հարցազրույցներում հաճախ էր նշում, որ ինքը հիասթափվել է։ 7 սերիալում գլխավոր դեր եմ խաղացել, իսկ հիմա որևէ տեղ չեմ նկարահանվում։ Ուզում եմ մնալ այստեղ, բայց դժվար է շատ։ Մեր երկրում հասնում ես որոշակի մի կետի, դրանից հետո էլ տեղ չկա, որ առաջ գնաս։ Վիճակը խառն է, դերասան ընկերներ ունեմ, որոնցից տեղեկանում եմ, որ թատրոնի ասպարեզում խայտառակ բամբասկոտություն է տիրում։ Ես մրցանակներ չեմ ուզում, պարզապես ուզում եմ իմ գործն անել, իսկ ասպարեզում ես ինքս ոչինչ չեմ կարող փոխել և չի էլ փոխվի, եթե ժողովուրդը չսկսի լավ ապրել։ Մարդիկ հացի խնդիր ունեն, որի արդյունքում շատ ժամանակ սկսում են կողքինին նախանձել։ Բարեկեցիկ կյանք մինչև չլինի, ոչ մի բնագավառում բան չի փոխվի։
Դերասանը իր հարցազրույցներում հաճախ է խոսում նաև կնոջ Մանո Գրիգորյանի մասին և անդրադառնալով հարցին, թե իրենց վեճերն ինչից են ծագում, դերասանը նշել էր. «Մենք անընդհատ ենք վիճում, բայց այդ վեճերը 5 րոպեանոց կյանք ունեն, շուտ ենք մոռանում։ Եթե հիշաչար լինեինք, մենք որպես ամուր զույգ ճանաչված չէինք լինի։ Եթե զայրույթից հետո մարդու մեջ մի բան մնում է, դա հետո խնդիր է ստեղծում։ Ես հաստատ կբաժանվեի, եթե իմ մեջ ինչ-որ բան մնար։ Այդ դեպքում միայն հեռանալու դեպքում ես թեթևանում։ Եթե թեթևանում ես, կարողանում ես նոր բան սկսել։ Բայց մենք չենք պահում մեր մեջ ոչինչ, ես և Մանոն իրար լավ ենք ճանաչում և ընդունում ենք թերություններով հանդերձ»։ Իսկ ահա Մանոն խոսելով ամուսնու հետ հարաբերությունների և նրա հետ աշխատելու մասին նշել էր. «Միասին աշխատելու դրական հանգամանքն այն է, որ մենք արդեն իրար բավական լավ ենք ճանաչում, գիտենք մեկս մյուսիս հնարավորությունները և որ պահին կարողանում ենք միմյանց օգնության ենք հասնում։ Օգտակար է նաև այն հանգամանքը, որ շատ բաներ կարողանում ենք տանը քննարկել, մտքերով կիսվել, դա օգնում է աշխատանքի լավ որակի ապահովմանը։ Իսկ բացասական հանգամանքն այն է, որ Սարգիսը շատ խստապահանջ է իմ նկատմամբ, շատ խիստ կարող է դատել իմ աշխատանքը, ու չնայած որ ամուսինս է, շատ ավելի մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում մեր համատեղ գործին։ Սարգիսն ընդգրկված է մի շարք նախագծերում, իսկ ես զբաղված եմ երեխաների խնամքով և մեր համատեղ բիզնեսով, ուստի ժամանակ չի լինում նման նախագծերի համար։ Այնուամենայնիվ ես կցանկանայի Սարգիսի հետ նկարահանվել մի նախագծում, որի շրջանակներում կկերտեինք իրար հակակրող կնոջ և տղամարդու կերպարներ։ Կարծում եմ հետաքրքիր կլիներ»։ Անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներ իրենց տեղափոխությանը, Մանոն նշել էր. «Ինչ վերաբերում է մեր վերադառնալուն, միայն կարող եմ ասել Աստված առաջ, շատ եմ կարոտում Հայաստանն ու այն ճանապարհը, որ անցել եմ այդտեղ, իմ հիշողությունները, Երևանը։ Սակայն առանց դժվարությունների ոչնչի չես կարող հասնել, քանի որ հենց այդ դժվարություններն են քեզ օգնում կյանքում, թե մասնագիտական, թե անձնական։ Ճաշակների տարբերություն կա, բայց երբ մտնում ես իրենց առօրյա, դու հասկանում ես ինչ պետք է տաս։ Աշխատանքի ոճն ուրիշ է այստեղ, բայց արդեն հունի մեջ ենք ու հետաքրքիր է, քանի որ պարային ոլորտում օտարազգիների հետ եմ աշխատում։ Երկիրը փոխելը շատ դժվար է, երբ պետք է թողնես այն ամենն, ինչ ունեցել ես, ինչին հավատացել ես ու այլ նոր կետից սկսես։ Երբ նոր մարդկանց ես տեսնում, իսկ հներին դժվարությամբ ես թողնում, նորերին դժվար ես քեզ մոտ թողնում, բայց այստեղ նոր ընկերների եմ հանդիպել և ուրախ եմ նրանց բոլորին մեկտեղում տեսնել։ Ես տեսակով էսթետ եմ ու սիրում եմ գեղեցիկը, խոսքս թե արտաքինի, թե ներքինի մասին է։ Փորձում եմ չկորցնելով սահմանները լինել գեղեցիկ ինքս ինձ համար։ Տարիքի հետ կինս սկսում է ավելի շատ գեղեցկանալ և բոլոր կանանց խորհուրդ եմ տալիս չթաքցնել իրենց տարիքը, քանի որ դա մեր հարստությունն է և տարիների ընթացքում մենք միայն իմաստանում ենք և ավելի ենք գեղեցկանում։ Ես երբեք չեմ թաքցրել տարիքս, քանի որ այն իմ հպարտությունն է, իմ անցած ճանապարհն է։ Այս շրջանում անձնական և աշխատանքային հաջողություններին զուգահեռ եղել են նաև մի շարք փորձություններ։ Հայտնվեցին մարդիկ, որոնք ինձ դասեր տվեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Նրանց շնորհիվ ավելի ուժեղ դարձա, ավելի շատ սկսեցի գնահատել իմ կյանքը, աշխատանքն ու ընտանիքը։ Ամենամեծ սպասելիքս միշտ խաղաղությունն է, մնացած ամեն բան մեր ձեռքերում է։ Ես աշխատանքային բարդ ուղի եմ անցել, մի պահ նույնիսկ մտածում էի մասնագիտությունս փոխել, հետո ուժերս հավաքեցի ու սկսեցի անել այն, ինչ սիրում եմ։ Այժմ աշխատում եմ նաև այլազգիների հետ, նույնիսկ սևամորճները հայկական պարեր են պարում, ինչի համար շատ ուրախ եմ։ Սակայն չեմ կարող բառերով նկարագրել, թե որքան եմ կարոտում հարազատներիս, որքան եմ կարոտել մայրիկիս։ Կարոտում եմ ինձ Երևանում, այստեղ ամեն ինչ այլ է։ Մեր մեկնելու հետ կապված մանրամասն ոչինչ չեմ ուզում ասել։ Պատճառը այլակարծությունից վախենալը կամ խուսափելը չէ։ Հասկացա, որ չարախոսներն ու չարակամները շատ դեպքում ազդում են ոչ թե ինձ վրա, այլ իմ հարազատների, բարեկամների վրա, ովքեր շատ ավելի ծանր են տանում մեր ընտանիքի մասին մեկնաբանությունները։ Հասկացել եմ, որ անկեղծությունն ու պարզությունը ոչ թե չի գնահատվում, այլ չի ընդունվում։ Դիմացինը հաճախ չի մտածում, որ դու էլ հստակ կարծիք ունես այս կամ այն երևույթների մասին ու կարող ես խոսել։ Ոչինչ չեմ մեկնաբանում, ապրում եմ այնպես, ինչպես ես եմ ուզում ապրել։ Պայքարում եմ իմ լավ կյանքի, բարեկեցության, դրական էներգետիկ դաշտի, իմ ընտանիքի, հարազատների լավ լինելու համար։ Իմ կյանքն իմն է և ես եմ որոշում որն է լավ կամ վատ ինձ համար։ Ոչ ոք իրավունք չունի ասելու ինձ, թե ես ինչպես ապրեմ։ Մեր կյանքում ընտրությունը կարևոր դեր ունի, թող մարդիկ այնքան գիտակից և հոգևոր ներքին կուլտուրա ունենան, որ հասկանան, չքննադատեն դիմացինին։ Անպայման չէ ասել լավ կամ վատ ես արել, կարելի է պարզապես չխանգարել։ Բացասական մեկնաբանություններ տեսնելիս մտածում եմ ինչքան վատ ու չար բան կա նրանց մեջ կուտակված։ Մենք արդեն հարմարվում ենք այստեղի կյանքին, երեխաներ
պատասխաններն էլ արդեն համակերպվել են։ Դժվարություններին, դժգոհություններին չեմ ցանկանում անդրադառնալ, հանդիպել ենք թե դրական, թե բացասական երևույթների ու մարդկանց։ Կյանք է այդ ամենն ինձ համար շատ բնական է։ Ամենադժվարն այն է, որ ծնողներից, ընկերներից եմ հեռու, իսկ մնացածը ժամանակի հարց է, թե ինչ կլինի կերևա հետո։ Կվերադառնանք այն ժամանակ, երբ կվերադառնանք, հուսամ այդ օրը շուտ կգա։ Այս շրջանում նախընտրում ենք լուռ մնալ ու ապրել հեռու բացասական մթնոլորտից։ Ժամանակն ամեն ինչ տեղը կգցի եւ բոլորս կունենանք այն, ինչին որ արժանի ենք։ Իմ բոլոր դժվարությունների դեմ ես պայքարում եմ սիրով։ Յուրաքանչյուր չարախոսին շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ ուժ են տալիս, որպեսզի պայքարեմ երազանքներիս համար։ Շատ եմ ուզում, որ այդ չարախոսները կյանքում այնքան հաջողություններ ունենան, որ ժամանակ չունենան քննարկելու, թե ով ինչ ասաց։ Դեռ այն ժամանակ, երբ Facebook-ն ու Instagram-ը հայտնի չէին, մենք հաճախ էինք տարբեր հաղորդումների հյուր գնում, իսկ այժմ էլ սոցցանցերի միջոցով փորձում ենք մեր օրինակով ցույց տալ, որ ընտանիքն ամենակարևորն է։ Կիսվում ենք մեր երջանկությամբ, դա էլ միշտ ուշադրություն է գրավում եւ լավ ու վատ խոսակցությունների առիթ է տալիս։ Ընտանիք հացվածն ինձ համար ամենօրյա քրտնաջան աշխատանք է, որի արմատը պետք է լինի սերը եւ այն պետք է ջրել, որպեսզի ճյուղեր տա եւ հետո բերք։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր երջանկության եւ ընտանիքի համար, որովհետեւ դա մեկ օրվա աշխատանք չէ։ Ընտանիքը մեծ աշխատանք է ինքներս մեզ վրա դիմացինի, եթե ուզում ես լինել երջանիկ։ Օրինակ մենք մեր աղջիկների կյանքում յուրաքանչյուրս մեր տեղն ունենք։ Նրանք հայրիկի հետ այլ հետաքրքրություններ ունեն, բայց բնականաբար, եթե ինչ-որ տեղը ցավում է, ինչ-որ խնդիր կա, նրանք միանգամից վազում են մայրիկի տաք գիրկը։ Մեր զբաղված առօրյայում ես հասցնում եմ նրանց հետ դաս անել, տանել պարապմունքի, ընդգծել էր Մանոն։